Սիրելի ներկա եւ ապագա գարաժերասերներ, այսօր քանի լավ հնարավորությունն է, ոնց հասկացա, համարյա բոլոր հայ գարաժուրը արտադրողները ներկա են այսօրվա միջոցառմանը։ Ուզում ենք փորձենք բոլոր հայ արտադրողների ցորենի Weizen գարաժուրը ու կարծիք արտահայտենք։ Գնացինք։ Weizen էլի։ Դաուքի Weizen ենք փորձում։ Ոչ թե փող չի վերցնում, ինչ անեմ ախպեր։ Գլեչերը ռուսական գարաժուրա ներմուծված, ասել ենք հայկական, բայց հայկականներից ոչ բևերն աստեղ, ոչ կելերսն աստեղ։ Միակ կարելի է մեզ, կպավ չվճարեցինք։ Ավտոմատն են ստացվեց, որ փորձում ենք դահուկինը, դարգետինը մերը եւ ներմուծված Beer City-ը, բան Gletscher ֆիրմայի գարաժուրը ռուսական, որտեղ մեր մրցակիցներից որոշները ներկա չէին, մնացած գարաժու արտադրողները չունեին ցորենի գարաժուր։ Սկսենք դարգետից։ Weizen-ը ինքը ցորենի գարաժուր է գերմանական ոճի։ Տես չեք զգա, բայց բանանա մեխակային համադրություն ունի։ Ու ամեն մեկի իր ռեցեպտի համաձայն այդ բանանա մեխակային համադրությունները պետք է լինի մեջը։ Գույնը մի քիչ բացոտ է, մի քիչ դեպի կարմրոտ պիլզի է տանում։ Վատ գարաժուր չի, մի քիչ իմ համար ավելի բանա, ջրհամ է, այսպես ասած։ Դահուկը ավելի մուգ է ու կարմիր։ Մի քիչ թթվաշությունը ավելի շատ է, քան դարգետ մեջ, բայց իրան բնորոշ է։ Այս տեսակին բնորոշ թթվաշություն պետք է լինի։ Հիմա ռուսականը փորձենք։ Շատ ավելի շատ է թթվաշությունը։ Սիտնիկ ոնց որ կծես ուտես, տենց գարաժուր է։ Եվ վերջում 3-7-ինը։ Իմ համար, չգիտեմ, կարող է մերնա դրա համար եմ ասում, բայց տարբեր տեղեր փորձելով Weizen-ը մի քիչ էս ավելի դեղնավուն պիտի լինի։ Մերն է ունի բնականաբար մի քիչ թթվաշություն, թեթև, շատ թեթև, բայց այդ վանանի համը ավելի շատ է։ Ոնց որ չասեմ չեք զգա, բայց ավելի շատ է զգացվում, էլի։ Այսքանը։ Մերսի։